ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ժամանել է Հայաստան։ Նրան օդանավակայանում դիմավորել են ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Հայաստանը դեռ օրեր առաջ էր պատրաստվում ԱՄՆ փոխնախագահի այցին, իսկ այսօր բազմաթիվ ոստիկանական ուժեր են կենտրոնացված ողջ մայրաքաղաքի տարածքում։ Մասնավորապես խստացված հսկողություն է սահմանվել Բաղրամյան պողոտայում եւ հյուրանոցի հատվածում, որտեղ իջևանելու է Վենսը։ Միացյալ Նահանգների փոխնախագահը ամերիկացի ամենաբարձրաստիճան պաշտոնյան է, որը Հայաստանում կլինի։ Հաջորդ օրն էլ կմեկնի Բաքու։ Անցած ամիս նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր իր տեղակալի այցի նպատակը խաղաղության ջանքերը շարունակելն ու Սյունիքով Ադրբեջանը Նախիջևանին կապող թրիփն առաջ մղելն է։ Սպիտակ տան ղեկավարը նաև ազդարարել էր, որ Հայաստանի հետ խաղաղ միջուկային համագործակցության հիանալի համաձայնագիր կկնքեն։ Համաձայնագրի բովանդակությունը մինչ այս պահը երկու երկրները չեն հայտնել։ Երևանը թեև պաշտոնապես դեռ չի հրապարակել Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան սպասվող այցի օրակարգը, սակայն ազդարարում է, որ երկկողմ հարաբերությունների վերաբերյալ նոր հայտարարություններ են հնչելու։ Սրան զուգահեռ Ամերիկայի եւ միջազգային հանրության ուշադրությունը եւս մեկ անգամ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների ազատ արձակման կարևոր այդ հարցին ուշադրություն հրավիրելու նպատակով Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարել է, որ բողոքի ակցիա են իրականացնելու կառավարության եւ արտգործնախարարության շենքերի դիմաց։ Այսօր ժամը 17-ից մինչև 21-ը ընկած ժամանակահատվածում կսահմանափակվի երթևեկությունը Բաղրամյան պողոտայում, Բաղրամյան պողոտա Պրոշյան խաչմերուկից մինչև Բաղրամյան պողոտա Մոսկովյան փողոց խաչմերուկ։ Տարբեր ժամերի էլ կսահմանափակվի երթևեկությունը Աբովյան փողոցում, Աբովյան Թումանյան փողոցների խաչմերուկից մինչև Հանրապետության հրապարակ։ Ջեյ Դի Վենսի աշխատակազմը հաստատել է, որ ստացել է Բագրատ arczepiskopos Գալստանյանի նամակը, հայտնել է Քրիստոնեական համերաշխության միջազգային կոմիտեն։ Անցյալ շաբաթ նրանց հաջողվել էր այցելել ԱԾՄ մեկուսարանում պահվող Բագրատ Սրբազանին։ Նա կոմիտեի միջոցով նամակ էր փոխանցել ԱՄՆ փոխնախագահային, խնդրելով քայլեր ձեռնարկել Բաքվում ապօրինաբար պահվող 20 հայ գերիներին, Հայաստանում ազատազրկված 4 հոգևորականներին ու եկեղեցու աջակիցներին ազատ արձակելու համար։ Բագրատ Սրբազանը խնդրել էր նաև Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում որպես երկխոսության կողմ ներառել Մայրաթոր Սուրբ Էջմիածնին։ Կգա ժամանակը կառավարությունը դրա մասին կասի։ Հայաստանի իշխանությունները պլանավորում են տարեկան մինչև 2 կամ ավելի համաշխարհային աստղեր հրավիրել Հայաստան, որը նաև զբոսաշրջության զարգացման տրամաբանության մեջ է։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, սակայն նախարարը չի հստակեցրել, թե մոտ ապագայում որ աստղին կտեսնենք մեր երկրում։ Նման միջոցառումներով, օրինակ մեր հարևան Վրաստանը շատ լավ զարգացրել է իր ոլորտը եւ եթե նաև երկիրը դիրքավորվում է, որ այդպիսի երկիր, նաև իրենք զբոսաշրջիկներն են շատ հաճախ, օրինակ իրենց սիրելի աստղին հետևում եւ ենթադրենք պայմանական օրինակ չեն հասցնում գնալ, չգիտեմ, Աթենքի համերգին, ինքն գիտեն, որ 2 ամիս հետո Երևանում ալնելու գալիս են Երևանի համերգին, այսինքն, բայց դա ոչ թե պետքա տենց լինի միայն ժամանակ առ ժամանակ 5 տարի 1, 6 տարի 1, այլ երկիրը ինքը պետք է նման քարտեզի վրա լինի։ Մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը Շենգավիթ վարչական շրջանում շարժման գրասենյակի բացման ժամանակ հանդես է եկել քննադատությամբ, կոչ անելով քաղաքացիներին երրորդ հնարավորություն չտալ նրանց, ովքեր արդեն 2 անգամ ծախողել են։ Իր ելույթում նա անդրադարձել է գործող իշխանության վերջին 8 տարիների գործունեությանը, նշելով, որ 2018 թվականին տված խոստումները, հատկապես Արցախի անվտանգության, աղքատության հաղթահարման եւ աշխատավարձերի բարձրացման վերաբերյալ, այդպես էլ իրականություն չդարձան։ Հիմա խոսքա տալիս ասում է խաղաղություն է լինելու։ Բան կար, որ խոսք տվեց ու արեց Ժորժ ջան։ Շարբախը ընդհանուր աշխատել է գործարանների վրա, որը ստեղծել է Հայաստանի հիմնական տնտեսական ակտիվությունը։ Ինչ ենք անում մենք 50 տարի հետո։ Մի հատ որոշել է, մի հատ լավ բան անի։ Բոլորիս վրա, բոլորի ընտանիքի վրա, մեր ձեր բոլորի։ Անցած տարի վերցրել է $2500 վարկ։ Հայաստանի անկախության առաջի 16 տարում 1.6 միլիարդ $էր վարկը։ 16 տարում այնքան վարկ չեն վերցրել, ինչքան այս Ռիմիկվա մեր ղեկավարը մի տարում։ Ինչ է սա նշանակում։ Չեմ կարծում, որ մեր ժողովուրդը պետք է երրորդ շանսը տա նույն մարդուն։ Ուղղակի պարգևավճարներ վճարվի, մի քանի փողոց ասֆալտ արվի, այլ մեծ բան սարքվի, որ մարդիկ երկարաժամկետ գործ ունենան։ Վստահ եղեք, որ փոփոխությունները անխուսափելի են։
Արցախ անվան փոխարեն կհայտարարվի երաժշտությունը Արա Գևորգյանի։ Այսպես է լուծվել Հայաստանի եւ Ադրբեջանի օլիմպիական վեճը։ Ինչպես հայտնել է The Guardian-ը, օլիմպիական կոմիտեն հայտարարել է, որ անընդունելի են համարում օլիմպիական հարթակը քաղաքական նպատակով օգտագործելը, պահանջելով պահպանել չեզոքություն։ Երաժշտության հեղինակ Հայաստանի վաստակավոր արտիստ Արա Գևորգյանը մեկնաբանել էր օլիմպիական այս տհաճ միջադեպը։ Մեջբերում երևի վերնագիրը դուրները չի գալիս։ Ասում են Արցախ չկա, ուրեմն այդ երաժշտության անունն էլ պետք է չլինի։ Իտալիայում անցկացվող օլիմպիական խաղերին մեր երկիրը ներկայացնում են Կարինա Ակոպովան եւ Նիկիտա Ռախմանինը։ Փետրվարի 6-ին հայտնի էր դարձել, որ Ադրբեջանի ազգային օլիմպիական կոմիտեն բողոք է հայտնել ձմեռային օլիմպիական խաղերում այդ ստեղծագործությունն օգտագործելու կապակցությամբ։ Ու թեև Արցախը պարզապես երաժշտություն է, առանց բառերի, Բաքվում կարծում են, որ այն քաղաքական եւ անջատողական ենթատեքստ ունի։ این راهپیمایی در دنیا بی‌نظیر هرگز در هیچ جای دنیا Իսլամական հեղափոխության 47-րդ ամյակի արդիվ Իրանի հոգևոր առաջնորդը խոսել է ազգային միասնության մասին ԱՄՆ-ի հետ աճող լարվածության ֆոնին։ یک کشور اینجور با جمعیت‌های عظیم Ալի Խամենեին շեշտել է, որ պետության հզորությունը հիմնված է ոչ թե զենքի, այլ ժողովրդի կամքի եւ տոկունության վրա։ Թշնամու ուսահատությունը բխում է ժողովրդի միասնությունից եւ կամքի ուժից։ Հայտարարել է Խամենեին միաժամանակ մեղադրելով Վաշինգտոնին ներքին անկարգություններ հրահրելու համար։ قدرت ملی بیش از اون که Իրանական լրատվամիջոցների հաղորդմամբ երկրի անվտանգության ուժերը բերման են ենթարկել մի խումբ հանրային գործիչների, ձերբակալվածներին առաջադրվել են լուրջ մեղադրանքներ, այդ թվում ազգային միասնության եւ հասարակական կարգի խախտում, հակասահմանադրական դիրքորոշում եւ թշնամական քարոզչություն, ռեժիմի ապակայունացման ուղղված գործողություններ։ Այս ամենը տեղի է ունենում Օմանում Իրանի եւ ԱՄՆ-ի միջև ընթացող անուղղակի բանակցությունների ֆոնին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանի առջև երկու կոշտ պայման է դրել հնարավոր հարվածներից խուսափելու համար։ Միջուկային կարողությունների լիակատար բացառում, բողոքի ակցիաների մասնակիցների սպանությունների դադարեցում։ Ի պատասխան Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին վերահաստատել է Թեհրանի դիրքորոշումը։ Միջուկային կարողությունները երբեք բանակցությունների առարկա չեն կարող դառնալ։ Այնուհանդերձ նա նշել է, որ Իրանը բաց է լուրջ դիվանագիտության համար, եթե հարգվեն երկրի շահերը։ Соединенные Штаты, долгие годы бывшие таким двигателем мировой экономики. Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը անդրադառնալով ռուս-ամերիկյան հարաբերություններին եւ ուկրաինական ճգնաժամին հայտարարել է, որ Վաշինգտոնը նահանջել է Անկորիջում ձեռք բերված նախնական պայմանավորվածություններից։ Լավրովի խոսքով Անկորիջի հանդիպումից հետո ակնկալվում էր, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն պետք է անցնեին լայնածավալ համագործակցության, սակայն գործնականում տեղի ունեցավ հակառակը, հարաբերությունները ոչ թե բարելավվեցին, այլ ավելի սրվեցին։ Президент Трамп ежедневно категорически выступает и отвергает все это. Ռուսաստանը Անկորիջում ընդունել էր ԱՄՆ-ի առաջարկը Ուկրաինայի վերաբերյալ, եթե հարցին մոտենանք տղամարդավարի, խնդիրը պետք է լուծվեր հենց այդ պայմանավորվածությունների հիման վրա, նշել է Լավրովը։ Но, тем не менее, спокойно продлили закон, санкции против России продолжают действовать. Ռուսաստանի գլխավոր դիվանագետը հասկացրել է, որ Մոսկվայի համար առաջնայինը Վաշինգտոնի դիրքորոշումն է, այլ ոչ թե Կիևի կամ եվրոպական երկրների արձագանքը։ Мы просто вынуждены искать дополнительные, защищенные. Լավրովը բավականին կոշտ է արտահայտվել Եվրոպայի հասցեին նրանց անվանելով քարանձավաբնակ ռուսաֆոբներ եւ շեշտել, որ նրանց կարծիքը չի ազդում Ռուսաստանի որոշումների վրա։ Խոսելով հակամարտության հանգուցալուծման մասին Սերգեյ Լավրովը վերահաստատել է Ռուսաստանի անդրդվելի դիրքորոշումը։ Ուկրաինայի ապանացիֆիկացումը դիտարկվում է որպես Ռուսաստանի անվտանգության ապահովման պարտադիր պայման։ Ըստ Լավրովի, գնդակն այժմ ԱՄՆ-ի դաշտում է, սակայն Վաշինգտոնը դեռևս հակված չէ վերադառնալ նախկինում արված սեփական առաջարկներին։ Լիբանանի Տրիպոլի քաղաքում բնակելի շենք է փլուզվել, ինչի հետևանքով 14 մարդ է զոհվել։ Վիրավորների թիվը դեռևս ճշտվում է։ Հայտնի է, որ պատերազմի պատճառով շենքը տուժել էր եւ փլուզումը տեղի ունեցել չվերանորոգելու արդյունքում։ Մեկ շաբաթ առաջ նույնպես Տրիպոլիում բազմաբնակարան շենք է փլուզվել։
Հնդկաստանում ցունամի ատրակցիոնի փլուզման հետևանքով մահացել է ոստիկանության տեսուչ, 13 մարդ վիրավորվել է, ատրակցիոնի հիմնական հենասյունը կոտրվել է և այն տապալվել է գետնին։ Ոստիկանը մահացել է, երբ փորձել է պաշտպանել այցելուներին հարվածից։